Էլ չեմ ասում այդքան համարձակության անհասնես Նատանյախու բառ բանել, կարող է կայծակը խփի այդ րոպեին խորովվես տեղում մտ, կորցնես բոլոր հնարավորությունները այդ կարկանդակից բան պոկելու ուտելու, դա ոչ միայն վարողին է վերաբերում, այլև բոլոր նրանց, ով թե մասնագետ որպես հանդես են գալիս, էքսպերտներ, բան, շատ հարգաժան տիկնայք, լուրջ խոսում են այդ բառերը արտասանելով, նրանք կամ հավաքագրված են օրինական այդ Նատանյախուի կողմից եւ նրա տիպի մարդկանց ովքեր անում են կամ նրանք չեն հասկանում իրենց օգտագործում են ոնց որ ասում են այսպես մութ իրենց համար մութ վիճակում երկու դեպքում էլ սարսափելի է որտեղ նրանք ցեղասպանության մեքենայի վավերացմանն են մասնակցում ստեղծել են ոչ ոք բան չի խոսում ինչ է նշանակում որ Աշոտյանը բանը խոսելից հաշվի չի առնում որ 90 թվականին Հայաստանի Գերագույն խորհուրդը Փետրվարի 13-ին որոշում է կայացրել, ըստ որի որակավորել է Սումգայիթում եւ Ադրբեջանի այլ տեղերում եղածը, որակավորել է որպես 15 թվականի ցեղասպանության շարունակություն։ Եթե Աշոտյանը կամ իր շեֆերը որոշել են այդ բանը վերանայեն, թող բարի լինեն մտցնեն ազգային ժողով, օրակարգի մեջ այդ հարցը, ասեն սխալ է եղել Գերագույն խորհուրդը, իրականում դա այսպես էլի ջարդիկներ, կտանքներ եւ այլը, ժողովուրդը իմանա իրենք ով են։ Բայց նրանք այդ բանը չեն անում։ Այդ դեպքում նա պետք է կատարի այդ որոշումը կամ նա կատարում է ծառայողական հանցագործություն։ Նա օգտագործում է եզրույթներ, որոնք դուրս են Հայաստանի Գերագույն մարմնի որոշման շրջանակից։ Նա հանցագործ է։ Եվ հանցագործեն բոլոր նրանք, պետական պաշտոնյանից, արտգործնախարար, մյուսները, ովքեր խոսում են այդ եզրույթներով։ Բաքում հանդես է գալիս մեկը, երկրի նախագահ, այսպես ներկայացողը հանդես է գալիս, ուրեմն եվրոպականացիաներով եւ այլ, եւ բոլոր տեղերը այսպիսի բարրիկներ են, էլի այսպես, թեթևակի։ Իսկ ցեղասպանության վտանգը պետք է ծածկեն երեխաները իրենց կյանքով։ Վաղ այդ մեքենան, որ աշխատեց, այդ 18 տարեկանները պետք է ծածկեն այն, որ նրանք այդ բարրիկներն են արտասանում, որպեսզի լափը տանեն իրենց։ Ուրիշ պատճառ չկա։ Մեր ժողովրդի արյունը հերթական անգամ վաճառվում է նրա ընտրանու կողմից։ Մարդիկ պետք է հասկանան, որ մեղադրանքը այս կարգի է, ոչ թե այսպես, ինչ որ թեթև սխալներից բանից ենք խոսում։ Համաշխարհային տենդենսները այսպիսին են, մի կողմից կան ուժեր, որ ուզում են նոր ցեղասպանություն կազմակերպեն, նոր այդպիսի գործիքներ բան են ստեղծում, եւ երկրորդը, ուրեմն կան ուժեր, որ հակառակը շատ շահագրգռված են, որպեսի հայությունը ներգրաված իր գործընթացների մեջ հակառակը կասեցնելու։ Հիշեցնում եմ ձեզ, Հռոմի Պապը 100-ամյակին հրավիրեց Հայաստանի պատվիրակություն որպես Հայաստանի նախագահ ներկայացողը, կաթողիկոսը եւ այլը բոլորը այնտեղ են։ Եվ այդ ժամանակ նա դիմեց, ասես ցեղասպանությունները աշխարհում շարունակվում են։ Ու եթե դուք անասելի ծանր պայմաններում 15 թվականից հետո գտակ ճանապարհներ, ուղիներ, չունենալով պետություն, չունենալով ոչինչ, որ այս ձեր հարցը բարձրացնեք, մտցնեք միջազգային օրակարգ եւ կարողանաք այնպես անել, որ մարդիկ ուշադրություն դարձնեն։ Այսօր ինչ աշխարհում կա, այդ ցեղասպանությունները չի կարողանում կանգնացնել։